Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև ազգ, եկեք մի քիչ վերլուծենք, թե այս աղմուկը, որ հիմա իբրև թե կանխվել է մի մեծ փորձություն, փորձանք երկրի գլխին, այս աղմուկը ինչքանով է իրականությանը համապատասխանում, գոնե մինչ այս եղած տվյալներով։ Եկեք բոլոր կրթված մարդիկ, ում համար կրթվելը նորաձևություն չէ, ովքեր ժամանակին կրթվել են, ինքնակրթվել են, դաստիարակվել են, կյանքի փորձը որպես հիմք իրենց կերտվածքի համար, բարոյականությունը որպես կողմնորոշիչ ընդունել են, ահա այս մարդկանցով եկեք հավաքվենք մի հատ հասկանանք, ինչա ըստ էությամբ ներկայացվում, ինչի, որովհետև տեսեք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված էլ ժամանակին եղավ համանման, չէ ավելի բուռն արձագանքով մանիպուլյացիա ես կասեի, եւ այն ժամանակ ըստ էության ժողովուրդը թամաշա էր անում, հրճվում էր, ուրախանում էր, թողենք մի կողմ, թե Մանվել Գրիգորյանը որքանով էր իր գործողություններով հատկապես հետպատերազմյան շրջանում խաղաղ կյանքի ընթացքում արժանացել այդ տեսակ վերաբերմունքին, բայց օրենքն ու արդարությունը, արդարադատությունը բոլորովին էմոցիաներից եւ չգիտեմ, այդպիսի մեր գնահատականներից, սուբյեկտիվ գնահատականներից շատ ավելի բարձր են։ Եվ այն ժամանակ նույնիսկ ես երկու լայվ եմ արել Մանվել Գրիգորյանի հետ կապված, առնվազն երկու, գուցե 3 եւ գրառումներ եմ արել։ Ես հիմա ուղղակի ուզում եմ հիշեցնել ինչ եմ արել ես ժամանակին այդ հեղափոխական էյֆորիայի ժամանակ։ Մի լայվով խոսել էի քննադատական, որ մասնավոր բանակները անընդունելի են պետության մեջ, որ պետությունն ունի բռնության մենաշնոր, թեև հիմա այդքան էլ համաձայն չեմ, որ բռնության մենաշնոր ունի պետությունը, բռնության մենաշնոր ոչ ոք չունի, ցանկացած մեկով սուբյեկտ է եւ ունի ինքնապաշտպանության իրավունք, նա ունի բռնության իրավունք։ Ինքնապաշտպանության իրավունքը ծնում է բռնության իրավունք։ Ցանկացած մեկին, ում իրավունքները ոտնահարվում են, մարդ իրավունք ունի դա կանխելու։ Եթե այլ միջոցներ չկան սեփական իրավունքները ոտնահարումից պաշտպանելու, ապա բռնությունը որպես վերջին եւ միակ միջոց դառնում է լեգիտիմ։ Ինձ համար դառնում ընդունելի։ Սա առհասարակ ինքնապաշտպանության իրավունքի կոնտեքստում, հա, բայց այն ժամանակ խոսում էի, որ հիմա էլ կարծում եմ, որ մասնավոր բանակներ չպետք է լինեն, այսինքն մասնավոր մի հոգու բանակներ չպետք է լինեն, թե չէ կարող են լինել չևեկաներ, ինչին ես նորմալ եմ նայում, չևեկաներ կարող են լինել։ Ոչ այնքան մասշտաբային, որ դեմ դուրս գան պետությանը, բայց չևեկաներ կարող են լինել, բայց մասնավոր բանակներ, որ մի հոգի իր համար անձնական օգտագործման զենք ու զորք ունենա, դա չեմ ընդունում։ Ահա մի լայվս սրա մասին է եղել Մանվել Գրիգորյանի ձերբակալման հետ կապված։ Երկրորդ լայվս էլի այդ հեղափոխական էյֆորիայի օրերն իրար հետևից դա այտենց 1 օրվա, 2 օրվա տարբերությամբ։ Երկրորդ լայվս եղել է այն մասին, որ այդ գործի մեջ սարքոցի կա։ Ինչով էր սարքոցին, երբ որ ես նկարները հրապարակված են ժամանակ ԱԱԾ-ի կողմից մեր փառապանց, հա իդեպ մեր իշխանությունները մտահոգվում են, որ ժողովուրդը չի վստահում իրավապահ համակարգին, դուք եք ձեզ տենց պահել, որ մենք չենք վստահում։ Ոչ թե դա քարոզչություն է, ոչ թե դա, չգիտեմ, ինչ որ դավադրություն է, այլ դուք ձեզ այնպես եք պահել, որ ձեզ չի կարելի վստահել։ Մեկը ես ձեզ չեմ վստահում։ Ձեզանից պահանջներ ունեմ, եւ այդ պահանջները մինիմումի աստիճան բավարարված չեն։ Ահա այդ ժամանակ ԱԱԾ-ի հրապարակած նկարները, որ նայում էի, ես դա ցույց եմ տվել իմ Facebook-յան էջին, այդ օրերում դա ես ցույց եմ տվել, մոտիկացած երբ որ նայում ես, դու տեսնում ես, որ դրանք կամ ժամկետն անցած էին, կամ 1-2 ամիս էր մնացել, որպեսզի ժամկետն անցնեն։ Այսինքն կամ ժամկետը մոտ էին, կամ ժամկետն անցած ապրանք էին, այդ խտացած կաթերը, այդ տուշոնկաները եւ այլն։ Այն համենայն դեպս տուփերը, որոնք տեսանելի էին, որոնց վրա ժամկետը մոտեցնելով հնարավոր էր տեսնել, ու ես սրա մասին այն ժամանակ խոսում եմ։ Բնականաբար դա մեծ քննադատության է արժանանում, ժողովրդի կողմից, ովքեր այլ եմ ասում, հետ հեղափոխական կամ հեղափոխական էյֆորիայի տակ էին։ Եվ առանձին մի դիպված էլ ներկայացնում եմ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը ինչպես է տեղի ունեցել,
թուրքերի կողմից դեռ 90-ականներին։ Ինչպես է մանվել 90-ականների սկզբերին, թե 80-ականների վերջերին, ինչպես է տեղի ունեցել մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, մի խոսքով, ինչպես է նա փախել, մի խոսքով, այս ամեն ինչն էի ներկայացնում, թե փախել էր, թե հիմա արդեն մանրամասներ չեմ, թե Նազիկին ուրեմն ազատելն էր, մի խոսքով այնտեղ դրամատիկ պատմություն կար, այդ պատմությունն էի ներկայացնում եւ ասում էի, որ ես Մանվել Գրիգորյանի հետ կգնայի պատերազմ։ Այդ ժամանակ ես ինձ թույլ եմ տվել նման արտահայտություն անել։ Սա իդեպ այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բա ուր է իր ժամանակին եւ այլ եւ այլն։ Դուք եք նոր մեյդան եկել, Facebook-ը նոր է ձեզ ճանաչում, դուք էլ նոր եք հասկանում Facebook-ն ինչ է։ Հա, այնպես որ հեղափոխական օրերին ես Մանվել Գրիգորյանի համար հանդես եմ եկել պաշտպանական խոսքով, պատմություններով, վերլուծություններով եւ այսօր ես դրա համար չեմ փոշմանում։ Այսօր ես դրա համար չեմ փոշմանում։ Անցել է արդեն 7 տարի։ Եվ հիմա մի օր էլ անցնելու է 7 տարի։ Մենք հետ ենք դառնալու այս օրերին։ Ու եկեք մի հատ հասկանանք, ռեալ հասկանանք, իսկականից ինչ է տեղի ունենում։ Ինչ փաստեր են հրապարակել, բացի այն էմոցիոնալ մեդիա մանիպուլյացիան, որ իշխանությունները ԱԱՑ-ի հետ միասին իրականացնում են եւ այն մնացած իրավապահ ինստիտուտների կողմից իրականացնում են։ Այն ծույլիկ ինստիտուտները, որոնք ոչ մարտի 1 են բացահայտել, ոչ հոկտեմբերի 27 են բացահայտել, որ նախկիններին են դատապարտել գլխավոր գործիչներին, ոչ ինչ որ թալան են հետ բերել, չհաշված մի երկու դեկորատիվ բան, ոչ արդարադատություն են իրականացրել, ոչ մի բան չեն արել։ Ու հիմա տեսնենք այս մարդիկ ինչ են ներկայացնում։ Տեսեք։ Փաստացի ինչ կա, տեսա ձայնագրություն։ Մեզ հրապարակել են ձայնագրություն, որտեղ բռնության կոչեր կան։ Եվ իշխանությունը բռնության վերցնելու կոչեր կան։ Այստեղ առանձին դրվագներ կան, որ ժողովուրդը էշա, անասուն է եւ այլն։ Որը մեզ ներկայացնում են, ահա տեսեք, ահա ժողովուրդը ձեր մասին ինչ կարծիքին են։ Ես ասեմ, երևի հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ գիտեմ, ովքեր հենց այդպես էլ կարտահայտվեն մասնավոր զրույցների ժամանակ, որ ժողովուրդը ոչխար է, ժողովուրդը էշ է, ժողովուրդը այսքանը եթե հանդուրժում է, ուրեմն անթասիբ է, անինքնասեր է, ժողովուրդը անբարոյական է։ Այս տեսակ զրույցներ ինձ թվում է ձեզանից յուրաքանչյուրը մասնավոր զրույցներում լսել է։ Եվ եթե գաղտնա լսեն, զապիսանեն ու հրապարակեն, կստացվի, որ Հայաստանում մի քանի հազար կամ մի քանի տասնյակ եւ նույնիսկ մի քանի 100,000 մարդ այդպես է մտածում կամ իր ցասումի պահին ջղայնության վրթովմունքի պահուն այդպիսի արտահայտություններ արել։ Այս մի հատ եկեք հասկանանք, որովհետեւ կոնկրետ ինձ այդ խոսքերը չեմ վիրավորում։ Ես հասկանում եմ, որ դա ոչ մի ձև չի կարա ինձ վերաբերվի։ Հասկանում եք։ Ու էլի լիքը մարդկանց ում ես ճանաչում, ես գիտեմ այդ խոսքը իրանց չի կարա վերաբերվի, բայց գիտեմ եւ մարդիկ ում դա այո իրոք վերաբերվում է։ Այստեղ հարցը այն է, որ ում այդ խոսքը վերաբերվում է, այդ էշերին, եզերին, այդ անասուններին։ Սրանք շատ լավ ջոկում են, որ այդ իրանց մասին է։ Ունես մի խոցված, վիրավորված վրթովում են, որ էլ չասած։ Ժողովուրդ ձեր շրջապատում հեչ այդպեսի զրույցներ չեն եղել։ Ժողովուրդ ձեր մասնավոր զրույցներում տենց բաներ չեն եղել հեչ։ Ձեր կողը ոչ ոք չի ասել, որ այս ժողովուրդը ոչխար է, այս ժողովուրդը անհասկացող է, այս ժողովուրդը չգիտեմ ինչ է, ինչ որ նման բան, թող մեկը վեր կենա, երթվի, որ իր շրջապատում նման բան չի եղել, իր պրակտիկայում նման բան չի եղել։ Լսի բանը մի հատ կմիացնես, այդ չէ, դա չի, ընդերանք մի տեղ է։ Կա տենց մարդ, ով չի լսե, որ ահա մի ուրիշ բան, քանի հոգի կարող էին խոսքի մեջ ասել, պետքա գյուլել, լեսանել, ենանել բան, քանի հոգուց եք լսե, հատկապես հայրենասեր ակտիվ մարդկանցից, հելը սպասեք, ես չեմ արդարացնում է Բագրատ Սրբազանի ասաց, ես ուզում եմ իրանց հրապարակված տեքստը մի հատ հասկանանք, քանի հոգի ա լսե, այսպիսի մի հատ հետաքրքիր խոսք կար, Էդի ես են առաջին Արցախյան պատերազմի մասնակիցներից էի լսել այս խոսքը, որ ասում են աստիճան ապականված է դաշտը,
քաղաքական դաշտը, մտավորական դաշտը, որ այսպիսի խոսքեր, հա, ես ընդամենը վերարտադրում եմ։ Ասում է 10-ից 9-ին պետք է գյուլես, այն 10-րդին էլ գլխից ճակատից կոնտրոլնի թողես։ Այս տեսակ ցասում ա եղել մարդկանց մեջ եւ տեսել են շանթի ասած այս արժեքների դեգրադացիա։ Մարդիկ այս տեսակ ցասում են ունեցել եւ ձեզանից քանիսն է, ես չեմ ասում որ բոլորը լսած կլինեն նման բան։ Այն որ ժողովուրդը ոչխարա եւ այլն, այսպիսի խոսքեր իսկ թող ցանկացած մեկն ինչ որ մեկի բերանից լսելա կամ նույնիսկ այդպիսի արտահայտություն իրան թույլ է տվել։ Բայց բռնության խոսք ինձ թվում է էլի բազմաթիվ օրինակներ կլինեն, որ լսել եք թե չեք լսել, ձեր ցավը տնորը լուստից է քիչ է։ Կարող է լուստից է քիչ է, վրներես խաբար չկա։ Կարող է բանը կուսանոցում եք ապրում, ձեր կողքը սա սրբեր են ու բան, մենակ մեր շրջապատն է այդպես եղել, կամ չգիտեմ, մեր շփումներն է, կամ էլ դուք մարդկանց հետ չեք շփվել, կյանքում։ Ասենք, բացի դաշնակահար, դաշնամուրի ուսուցչուհուց, բացի ուրիշ ոչ մեկի հետ չեք շփվել, եթե սենց խոսքեր չեք լսել ձեր շրջապատում։ Պատահում է։ Հիմա եթե սա գաղտնի զայնագրեն ու միտեղ հրապարակեն։ Ժողովուրդ ջան։ Դա ինչ որ բավարար է։ Կամ երբ որ ինչ որ մի դետալ են խոսքի հրապարակում, իսկ ով ասեց, որ այդ պահին այդ մարդը անեկդոտ չի պատմում, ասենք թե այդ անեկդոտի մեջ ասում է երկու հոգու էլ պետք է գյուլես։ Հələ ես անալիզի եմ ենթարկում, ես իմ կարծիքը կաս։ Լավ, իմ կարծիքը հիմա միանգամից ասեմ։ Բագրատ Սրբազանը քաղաքական տհաս է։ Ահա իմ կարծիքը։ Նա քաղաքական տհաս է։ Ես սա կարող եի ասել մի տարի առաջ, որտեղ ես մի տարի առաջ գիտեի, ազգ, հայրենիք եւ Աստված, սա քաղաքական տհաս արտահայտություն է, անհաս, եթե կուզեք պակաս վիրավորական լինի։ Սա իմ կարծիքը, Բագրատ Սրբազանը քաղաքական տհաս է։ Չգիտեմ նա որպես չգիտեմ որն է, այսինքն որպես հոգեվորական միգուցե ինքը շատ լավն է։ Որպես հոգևոր հովիվ միգուցե շատ լավն է, որպես ժողովրդի, որպես սոցիալական ինստիտուտի բարձրագույն ներկայացուցիչ եկեղեցու բարձրագույն, միգուցե շատ լավն է, բայց քաղաքականության մեջ եւ քաղաքագիտական իր պատկերացումները տհաս, ահա սա իմ կարծիքը, ես ասեմ ու ասեմ առաջ, հա ու իր կողքիններն էլ իրանից ավելի լավը չեն։ Միգուցե նույնիսկ ավելի վատն են։ Էս էլ իմ գնահատականը, իմ անձնական կարծիքը, բայց հիմա էս իմ կարծիքը, հիմա գնանք բանը իրականությունը հասկանանք։ Եվ մարդիկ այսքանից բացի, սա ամենախոցելի կետերն են, հա, իրանց այդ գաղտնալսման։ Այդ որ ասում են հրապարակեք մարդիկ ամբողջությամբ։ Ես չեմ ասում օրինակ ամբողջ 24 ժամյա գաղտնալսումը հրապարակի, բայց այդ խոսքը որ հրապարակում ես, մի 2 րոպե այդ խոսքից առաջ թող տենանք ինչ ասում, եւ մի 2 րոպե այդ խոսքից հետո։ Գոնե դրա կոնտեքստը հասկանամ, ինչ կոնտեքստում է դա ասում։ Երբ որ դուք տենց կտրտում եք, քիփ իրար կպցրած ներկայացնում եք, այս դեպքում կասկածներ առաջանում, իսկ կարող է կոնտեքստը այլ է եղել։ Դուք գիտեք մեդիա գրագիտություն եք շատերը լսել, սովորել, ոմանք նույնիսկ դասավանդել են մեդիա գրագիտություն։ Հետո բատեսի այ մարդ կտրես ամբողջ զրույցից մի արտահայտություն կամ 10 հատ նախադասություն ու դնես կարող է անեկդոտ է պատմում այդ մարդու այդ 10 նախադասությունը այդ անեկդոտի միջից է։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այո, այնտեղ այնուամենայնիվ բռնությամբ իշխանությունը վերցնելու խոսակցություն է գնում, ընդամենը խոսակցություն է գնում բռնությամբ իշխանությունը վերցնելու եւ ես համոզված եմ, որ նման խոսակցություն այս մեր քաղաքական տհաս համակարգում շատ տեղեր է գնացել, ավելին ասեմ, բանակը բացահայտ Նիկոլ Փաշինյանին ինչ որ թուղթ է ներկայացրել հրաժարականի պահանջով Օնիկի գլխավորությամբ։ Սենց բաներ է եղել մեր իրականությունում։ Բա որ այդքանը բացահայտ բանակ է, գեներալիտետը, բա այդքան բանը որ գրես ստորագրել չեն ամաչե հրապարակել են։ Բա պատկերացնեք նրանք մասնավոր զրույցներում ինչեր խոսացած կլինեն։ Հիմա դիմում են մեր ԱԱԾ-ին։ Ընկեր ԱԱԾ, շեֆը չի ասել, էլ ինչեր քանի հոգու վրա տենց զրույցներ կան։ Այն վրա տենց զրույց չկա։
100 տարի հանեք իմ խոսացածը, ձեր գաղտնա լսածը, այտենց արտահայտություն չեք գտնի։ Որտեղ ես չեմ մտածում։ Ավելին, եթե իմ մոտ այդ ձև են խոսացել, ուրեմն ես դրան ի պատասխան հաստատ ասել եմ, որ պետքա այլ կերպ մոտենալ հարցերին։ Բա այդ մարդիկ ինչքան տես բան են խոսացել, այդ մարդկանց բռնել եք, հենց մենակ այս երկրում, այս ամբողջ քաղաքական դեգեներացված դաշտում, միայն Բագրատ Սրբազանն ու հետը 15 հոգի, 16 հոգի, թե 14 հոգի մարդ են, այդ տեսակ զրույցներ արել։ Բա այն մնացածին քիչ եք բռնում։ Այդ զրույցները ինձ թվում է, այնքան հաճախ ու այնքան շատ են եղել, որ դրա վրա որևիցե մեծ բան կառուցել, այդքան էլ հիմնավոր չի։ Հիմա լավ, ընդունենք, դիցուկ, մարդիկ ուզում էին հեղափոխ բանը, հեղաշրջում անեին, ռազմական, տերն ուզում են ռազմական հեղաշրջում անեն, լավ, ընդունենք, մի օր առաջ հրապարակում են մի հատ սցենար, որով իշխանափոխության մանիպուլյատիվ, սոցիալական մանիպուլյացիաների, մեդիա մանիպուլյացիաների հետևանքով այդպես ծրագիր կա։ Ուրեմն սա ուրիշ ծրագիր է, այս գաղտնալսումները բռնի իշխանափոխության ծրագիր է։ Բայց մի օր առաջ հրապարակել են մի հատ թուղթ CVKM-ով, որը բռնության մասին չի, լրիվ ուրիշ բան է։ Որ ես էնի կարդացել էի, հետո լսեցի Բագրատենց գաղտնալսումը, ասի երևի երկու տարբեր խմբեր են գործել։ Հիմա պարզվում է, սա նույն խումբն է։ Ուրեմն Բագրատենք բռնությամբ հեղաշրջում անելու եւ այդ CVKM-ի հրապարակած իսկ հետո արդեն պաշտոնապես իրավապահ համակարգը ներկայացրեց 24 թվականի այդ ծրագիրը, փաստորեն էսի նույն ծրագիրն է, նույն մարդիկ են։ Այ ընկեր, հիմա կողմնորոշվեք։ Այդ մարդիկ բռնի էին ուզում իշխանափոխություն անեին, թե սոցիալական եւ մեդիա մանիպուլյացիաներով էին ուզում իշխանափոխություն անեին։ Սրանք լրիվ տարբեր ծրագրեր են։ Այս մեկի մեջ բռնություն չկա։ Այս մեկի մեջ կա մանիպուլյատիվ մեծ բան, մոտեցում, ուղղորդվածություն, բայց բռնություն չկա։ Այս մյուսի մեջ կա բռնություն, պաշտոնական մարմիններ, այս դիսոնանսը ոնց կբացատրեք։ Երկուսն էլ ձեր պնդումներն են, թե դուք կանխել եք, հիմա դուք ինչ եք կանխել։ Եթե այս երկուսն էլ նույն մարդկանցն է, ու իբր թե այս մեկը գտել են այս մարդկանց մոտից։ Լավ, անցանք, էսի ֆիքսեցիք, չէ՞, դիսոնանս կա այստեղ։ Նրանց ծրագիրը, որ թղթի վրա բռնել են, այդ ծրագիրը բռնույն հեղափոխության մասին չի։ Հիմա այս մարդիկ չասա բռնի բանը ոչ բռնի, բայց մանիպուլյատիվ հեղափոխություն էին պլանավորում, հետո պարզվեց իրանք բռնի են։ Ու այդ բանավոր խոսքում բռնություններից են խոսում։ Չի բռնում։ Չի բռնում։ Ու մի հատ թուղթ, որտեղ գրած է մի քանի մարդկանց անուններ, որպես նախարարներ վաղվա եւ այլն։ Հետո Իզնից առաջ 100 խելոք մարդ, ինձանից խելոք մարդիկ արդեն ասեն, այտենց թուղթ ով ասես կարա գրի, էսի մեր երեկվա գրած թուղթն է։ Բնությունից մշակույթ, մշակույթից արժեքներ, արժեքներից համախմբում, համախմբելուց զորություն, զորությունից ազատություն, ազատությունից իրավունք, իրավունքից արդարություն, արդարությունից համագործակցություն, համագործակցությունից արդյունավետություն, արդյունավետությունից հաղթանակ, հաղթանակից երկիր, երկրում երջանկություն։ Մեր գրածն է, երեկվա։ Այդպես այնքան թուղթ կարելի է գրել։ Հիմա էսի որ բռնեք ինչ, մեզ մեղադրելու եք բանը փիլիսոփայական միտքը աղավաղելու համար, հա? Փիլիսոփաների դեմ ոտնձգություն, սա նրանց խոսալիքն է։ Մենք ենք հիմա փիլիսոփայական, քաղաքականության փիլիսոփայությունը բան անում։ Գրի առնում հակիրճ համառոտ փուլայնությամբ։ Հա? Հիմա եկեք տեսանք, ինչ են ասում։ Երեք էլ հարցազրույց է տալի այդ իրավապահ շեֆերից մեկը Պետրոսի մոտ, ասում է խմբեր էին կազմելու 20-25 հոգանոց խմբեր։ 20-25 հոգանոց խմբեր։ Այդ 20-25 հոգանոց խմբերը պետք է մի քանի 100 մարդ լինեին։ Մի քանի 100 կումբ լինեին, այսինքն հազարավոր մարդիկ։ Քանի հոգու եք բռնել։ 14 հոգու թե 16 հոգու։
Դուք մի 20-25 հոգանոց խումբ չեք բռնի այ մարդ։ Ինչ եք այդ մարդկանց մեղադրում 20-25 հոգանոց խմբեր։ Ու դուք էլ ցելի տարի գաղտնալսում եք իրանց։ Մարտ ամսից էլ արդեն բանը հետապնդում եք։ Մարտ ամսից հետապնդումներ կան, արդեն գործը հարուցված է։ Իսկ դատարանը գաղտնալսելու որոշումը կայացրել է դեռ աշնանը։ Համարյա մի տարի գաղտնալսում եք, այդ 16 հոգին էին։ Այդ 16 հոգով պետք է սարքեին 20-25 հոգանոց հարյուրավոր խմբեր կամ մի քանի տասնյակ խմբեր։ Բա ուր են։ Այսինքն դուք կեղծում եք։ Ձեր մեղադրանքը այդ մարդկանց հասցեին չի համապատասխանում ձեր բռնածի հետ։ Ուրեմն կամ դուք եք ապաշնոր, մի ամբողջ տարի գաղտնալսել եք ու տենց էլ չեք քթե։ Կամ սուտ եք ասում։ Հիմա իմ կարծիքը, էլի վերադառնամ իմ անձնական կարծիքին։ Ժողովուրդ ջան, Բագրատ Գալստանյանը ու իր հետի համախոհները, որ սենց թողերել, բաց թողնեին չէին կարա այդ տեսակ ծրագիր իրականացնել։ Նրանք կարող են ինքնախաբեության համար սրտի հովանք նստեին իրանց տենց քաջնազարություններ բանանեին, պլանավորեին։ Բայց նրանք ինչ կարան իրանց կյանքում անեն, որ այդ կարանային մի հանրային դաշտում հայտնի ավելի պրոդուկտիվ, ավելի էֆեկտիվ մի բանով աչքի կընկնեին։ Ինչ կարան այդ մարդիկ կազմակերպեին։ Նրանք կարանային նրանք երկու գիրք ավել կկարդային քաղաքագիտություն, քաղաքականություն ավելի խորությամբ կհասկանային, կիմաստավորեին։ Նրանք իմ կարծիքն ասա, նրանք այդքան չկային, որ զինված հեղաշրջում կամ ինչ-որ նման բաներ անեին։ Նրանք այդքան չկան։ Չէին կարող անեին։ Նրանք այդ հանրահավաք չեն կարող անեն, այ մարդ դուզ գույնի։ Մի հատ նորմալ քայլեր չեն կարող անեն։ Նրանք ո՞ս կարային այդպես բանի տակ մտնեին։ Բայց կուզենային, չեմ ասում չեն ուզենա, կուզենային։ Հիմա մյուս հարցը, բայց ուզենալը հանցանք, հա։ Ուզենալ նշանակում է ինքը էդի նախապատրաստել, հա։ Բա որ նախապատրաստել է, այն մի հատ սալյուտ են գտե։ Ящիկի մեջ մի հատ սալյուտ էր դրած։ Նույնիսկ այդ զենքը, որ բռնագրավել էին, տարբեր նկարներ կան, դե ավտոմատներ, որսորդական հրացաններ, գիլզաներով, կրակած պատրոններ որսորդական, լսի։ Բան որսորդական հրացան, մի երկու հատ ավտոմատ, բան զենքի թույլտվությունն էլ կողը դրած։ Ինչ ասեմ, ժողովուրդ, գիտեք որ զենքի ազատականացում կա, բան կա։ Մանավանդ որսորդական հրացանները ում տունն ասես կարա լինի։ Պատրոններն էլ կրակած։ Ու մի հատ սալյուտ ենք թե, ընդ ящիկի մեջ անօթաչու թռչող սարքեր, ամեն հարսանիք նկարողի չուլանը գնաց քանդես մի երկու հատ անօթաչող թռչող սարք կգտնես, անօթաչու թռչող սարք կգտնես։ Էսի ժողովրդի վրա ծախում եք որպես ինչ, կանխարգելել եք արհավիրք, հա, ամեն հարսանիք նկարողի չուլանում է տենց կգտնեք, անօթաչու թռչող սարք, ինչ եք գթե, որսորդական հրացան, երկու հատ սովորական ավտոմատ, հա, ազատ վաճառքում կա, ինչ եք գթե այ մարդ, Էտրանով են 20-ից 25 հոգանոց խմբերը սենց բաներ անելու։ Մեկ էլ մի քանի հատ կատանգա։ Արմատուրի տարբեր տրամաչափի արմատուրաների կոմպլեկտ։ Ցանկացած շինարարական խանութում էլ էդի կա։ Ինչ է գտե այդ մարդկանց վրա։ Հրապարակեք տենանք, ուր է այդ արսենալը։ Ուր է այդ արզինանոցը, որով հեղաշրջում էին պլանավորում։ Ուր են այդ ջոկատները հավաքագրված, էլի տարի զապիս է կարել։ Ոտից գլուխ 16 հոգի մարդ չեք բռնե։ Որտեղ են այդ մարդիկ հայտարարել տենց բանի մասին, ուր է դրանց պլանը գրած, արդեն այդ ինչ խոսում են այդ պլանը։ Ուր են։ Միքայել Աջապահյանինը խի են բռնե, որ յանի տես սա սրանց հետ է, Միքայել Աջապահյանից կվերցնեն հայտարարությունները արած, սրանցից այդ սալյուտը կվերցնեն, մեկ է մի հատ է նկար կար, այս հրապարակել էին, մի հատ տոզի պատրոն, բանը,
տոզ պուճուր պիստոլետի պատրոնները փոքր ժամանակ նավթի փեջի նավթի վառարանի հետ նավթի գնալու պղնձի տրուբեն կտրում էինք փայտի վրա սարքում էինք այդ տոզի պիստոլետ էինք սարքում պիստոլետ էինք կրակում մի հատ էլ ես ունեի սարքած մանուկ հասակում միլիտարիզացված բան էր հասարակություն էր պատերազմի մեջ այդ մի հատ էս առանձին տոզի պատրոնը նկարած է հեռախոսից մեջ կար բանը ասենց առանձին հələ նայեք տոզի պատրոն ասում ա գնացել են զինված խումբ են հայտնաբերել ու մի ասես պուճուր տոզի պատրոն առանձին նկարած է որովհետև ուրիշ բան չեն գտե կամ որսորդական կրակած պատրոններ են կամ խալաստոյ մագազիններ ավտոմատով ավտոմատն էլ ասում եմ բայևոյ ավտոմատ չի բանա որսորդական ավտոմատ այսինքն չի կարա կրակահերթով կրակի զենքի թույլտվությունները կողքերը դրած ու մի հատ պատրոն են գտե այդ տոզի պատրոնը մեկը մի հատ ящիկի մեջ մի հատ սալյուտի sense խողովակն է երևում հեն որ նոր տարուն տրակ երեխեքը բաց են թողում էս չի ձեր գտածը էս չի ձեր բացահայտածը ինչ եք է ժողովրդի գլխին ընկե Հորայ բուդուի ազգային ժողովի ամբիոնից Հայկ Կոնջորյանը հələ տես ինչ մե բոցաշունչ ելույթ անենում պարոն Կոնջորյան գնացեք տենց բոցաշունչ Նայիրի Հունանյանին հարցաքննեք վերջես ազգին պատասխան տվեք 7 տարի է իշխանություն եք այս ազգին պատասխան տվեք այդ ինչ հաշիվ է եղել Բանիները լսի, ուրեմն Աջապահյանին և Բագրատ Սրբազանին իրար հետ մեղադրվում են այդ կազմակերպելու մեջ ու լսի, սրանց երկուսին տարեմ մի կամերում են դրել, մի բանտախցում, հիմա ես չէ դու, եթե հանցագործ են այդ մարդիկ, նրանք մի ընդհանուր ծրագրի մաս են կազմում, ուշադիր, Դուք փոխանակ նրանց մեկուսացնեք առանձին հարցաքննեք, որ նրանք հանգարց իրար հետ չպայմանավորվեն, տարեդրել եք մի կամեր, որ ինչ անեն, որ իրար հետ համաձայնություն կա, խոսքերը մեկ անեն, իմանան ինչ հարցի ինչպես պատասխանել, դուք ում եք ձեռ առնում, ձեզ, թե մեզ։ Իբր թե երկուսն էլ հանցագործ են, լսի, դավադիր պլան, ու երկուսին տարել են նույն կամերում փակել են, երկուսին իրար հետ։ Լուրջ, դուք ես լուրջ եք անում ժողովուրդ, պարոն Փաշինյան և սազանդարներ, ես լուրջ եք անում դու սենց, այդ մարդիկ բան են, այդ ոճրագործություն էին պլանավորում, դրա համար դուք իրանց երկուսին նույն կամերում եք դրել, թե Facebook-ի ստատուս եք նախապատրաստում ուղղակի, որ ժողովրդի մեջ ասոցացվեն այդ մարդիկ իրար հետ, որ քանի որ Բագրատ Սրբազանի կողմից բավարար հիմքեր չկան նրան այդ ամբողջ պատկերացրածը մեղսագրելու, բացի այն խոսքից ասի, այդ խոսքում էլ, այդ տեսակ խոսք էլ լիքը մարդկանց խոհանոցում կարող է և տեղի ունենում, ու դրա մեջ այտենց այն հանցանքը չի, որը դուք մեղսագրում եք, հիմա լավ ենթադրենք, դուք տանը այս մարդկանց ոնց եք մի կամեր դրել, Բանին էլ Միքայել Աջապահյանի օրագիրն են հայտնաբերել ու ժողովուրդը վրազ ականջները սրում ահան ինչ կա այդ օրագրում այ միամիտներ ինչ պետք է լինի այդ օրագրում դե ասեք ընդ մի հատ բան որ այդ օրագրում գրած է բացի մանիպուլացնելը ինչ է գրած այդ օրագրում ասում է գրած է երբ հանդիպեցին ոնց հանդիպեցին ում հանդիպեցին հա օրագրում է դա գրած երբ հանդիպեցին ոնց հանդիպեցին ում հանդիպեցին օրագրում տես բաներ է գրած ելնում Հանցավոր բան կա ընդ է գրած, հանցագործության, պլանավորման, նախապատրաստման մասին բան կա գրած, չկա։ Հիմա էդ էլ Հովիկ Աղազարյանի բանն ալնելու, հեռախոսն ալնելու, տարանք Նիկոլին տվինք, որովհետև մենք Նիկոլի սազանդարներն ենք, ի պաշտոն է պարտավոր ենք տալ, այն Նիկոլն է վերցեց, սկսեց այդ մարդու անձնակալ կյանքը ստեղ ընդեղ ներկայացնել, նկարները ցույց տալ, Անձնական կյանքը արդեն։ Ու սկսան, նա սիրուհի այանեցի, ժողովուրդն ասին, արա այդ բիձա մարդը սիրուհի ունեցի։ Մալադեց ասին, արա մալադեց բիձա, ոչ ասում է, նա տղամարդու հետ է եղել։ Արասներ вообще մալադեց արա, դու այդ կարգի, որ համ սիրուհի, համ էլ տղամարդ,
Վայ քորա ասում են, «Էսով արա Հերկուլեսն ով է էսի»։ Այդտենց էլ այդ Հովիկ Աղազարյանին չկարողացան պախարակել։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ ձեզ են, նողկում են արդեն հենց ձեզանից։ Ում վեր կենան գործող իշխանությունները եւ սկսեն քննադատել, այդ քննադատվող մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Քննադատության ենթարկվող մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Ում ուզում է քննադատել, ում հետապնդել այդ մարդու ռեյտինգը բարձրանալու է։ Ահա թե դուք ինչ եք ձեզանից ներկայացնում, պարոնայք իշխանավորներ։ Հիմա նայեք, այդ օրագիրի հարցն էլ ասեցի, ուզում եմ մի երկու բառով ապստամբության իրավունքի մասին խոսել, բայց եկեք այսօր չխոսեմ, ինչու, որովհետև ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը այն մարդը չէ, նա իրավունք չուներ օգտվելու ապստամբության իրավունքից։ Ես այդպես եմ կարծում։ Եվ մեր երկրում իրադրությունը այն չէր, որ ինքը օգտվեր ապստամբության իրավունքից։ Բայց ես կուզենայի ժողովրդին ներկայացնել միգուցե մեկ ուրիշ առիթով ապստամբության իրավունքի մասին, լրիվ սահմանադրական իրավունք է, բանը։ Նու օրինակ Գերմանիայի սահմանադրությունում կա, Ֆրանսիայի սահմանադրական փաստաթղթերում կա։ Ուզում եմ ասեմ, տենց բան չի, ուտոպիա չի, էլի, կա այդպիսի իրավունք, ապստամբելու իրավունք, հա։ Լավ կլինի, որ վաղը Հայաստանի սահմանադրության մեջ էլ դա լինի, որտեղ այդ սահմանադրության մեջ դրա ֆիքսում են ոչ թե նրա համար, որ մի օր վեր կենան ապստամբել, այլ որպեսզի իշխանությունները իրաց չափը ճանաչեն։ Դա դրա համար է։ Այսօր չեմ ներկայացնի դրա մասին, որովհետև ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը այս իրավունքից օգտվելու բավարար հիմքեր չուներ։ Ավելին, Բագրատ Սրբազանին ու իր համակիրներին Ժողովուրդ ջան, դուք մեզ պես լավերի ճանապարհն եք փագում, ձեր անգրագիտությամբ, ձեր բռիությամբ, ձեր հետամնակցությամբ, ինչ ասեմ, դուք մեր ձեր հույսերով փողատերերի հետ կապված ձեր հույսերով, արտաքին հովանավորչության հետ կապված ձեր հպատակությամբ, դուք մեր պես ազատամիտների, ազատակամների ճանապարհն եք փագում։ Ու Նիկոլի քամագն եք պահում, դուք ձեր գործողություններով Նիկոլի քամագն եք պահում, ամոթ ձեզ, մինչև այսօր ձեր արածի համար։ Ես իհարկե արդարության համար ձեզ աջակցող խոսք եմ ասում, որտեղ այն ինչ անում են ձեր հանդեպ, դա մանիպուլյացիա է։ Ես այդպես եմ տեսնում, դրել էի ChatGPT-ին, ես հարցրեցի, երկու անգամ տարբեր ձևով հարցրեցի, երկու անգամն է ChatGPT-ն ասեց, որ եթե փաստերը այնքան են, ինչքան հրապարակել են իշխանությունները, ապա սա մանիպուլյացիա է։ Իմ պատին կա հենց հիմա, նայեք ChatGPT-ին բան արել։ Այդտենց է, դուք էլ ձեր համար ChatGPT-ին հարցրեք, կպատասխանի։ Հատկապես Միքայել Սրբազանի ձերբակալությունը դա արդեն դա անբարոյականություն է, դա ոչ միայն անօրինականություն էր, անիրավություն էր, դա նաև անբարոյականություն էր։ Բայց ինչ որ է, ես ահա իմ աջակցության խոսքը, անալիզը, վերլուծությունը անում եմ նրա համար, որ ձեր հանդեպ անարդարություն է տեղի ունենում, բայց որ դուք ինքներդ մեզ հանդեպ, մեր հանդեպ, առողջ ուժերի հանդեպ, ձեզանից 1000 գլուխ ավելի շատ հասկացողների հանդեպ անարդար եք վարվում, ձեր հեղինակությամբ, ձեր ընկեր փողատերերով ու ձեր արտաքին հովանավորչության հույսով մեզ հետ անարդար եք վարվում, մեր հանդեպ անարդար եք վարվում։ Ես դա պարտավոր եմ նաև դա նշել։ Ու սա ոչ թե մեկ չագուջին այդ ոնց է, մեկ նալին եմ խմբում, մեկ մեխին, то նալին էլ, մեխին էլ, համ նրան եմ խփում, համ նրան, որովհետև երկուսն էլ համը հանել են։ Երկուսն էլ չափներն անցել են։ Եվ երկուսն էլ ամենաուշը մի տարի հետո պիտի մեր քաղաքական իրականությունում տեղ չունենան։ Ամենայնպես առաջատար տեղ նրանք պետք է չունենան ու չեն ունենա։ Մնում է ժողովուրդ ջան, դուք խելքներդ, գլուխներդ հավաքեք եւ որոշեք։ Ձեզ ովքեր պետքա կառավարեն, առաջնորդեն։
ձեզանից հիմարները, որ դուք ձեզ լավը զգաք, որ դուք ավելի խելոք եք, թե ձեզանից խելոքները, որ դուք ձեզ ապահովված զգաք, ձեր ապագան, ձեր երեխեքի ու թոռների ապագան հուսալի ձեռքերում զգաք։ Եթե դուք կորոշեք, ով պետքա ձեզ առաջնորդի, ձեզանից հիմարները, թե ձեզանից խելոքները։ Ու եթե ձեր ամբիցիան թույլ չի տալու, որ դուք ձեզանից խելոքին, նախ ճանաչեք ձեզանից խելոք, հետո ընդունեք, քվեարկեք նրա օգտին, որ նա ձեզ, ձեր երեխեքի ապագան ու երգիրը գոնե որոշակի ժամանակով առաջնորդի ճիշտ ուղղությամբ, ապա դուք արժանի եք լինելու ձեզանից հիմար առաջնորդների։ Կամ դուք ինքներդ վեր կացեք, քաղաքական հայտ ներկայացեք, եկեք ծանոթանանք, շփվենք, առաջ գնանք։ Ինձ հետ ով գալիս է ծանոթանալու, առաջի մի քանի խոսքից հետո հիմնական ասելիքս հետևյալն է. ինչ ես հասկանում քաղաքագիտությունից։ Ու մոտավորապես մի քանի րոպեից պարզ է դառնում, որ ինքը սովորելու պահանջ պետք է ունենա։ Պետք է ունենա։ Եթե ինքը սովորելու պահանջ չունի, ես իր հետ գնալու ճանապարհ չունեմ։ Այսինքն մի խոսքով ամփոփենք։ Այսօրվա իմ ելույթը այն մասին էր, որ ինչպես Մանվել Գրիգորյանի գլխին սարքած սռոկը անցած տուշոնկեքով, այսօր շատ մարդիկ կարան զղջան, որ ժամանակին հրճվել են այդ անիրավ գործողություններից։ Ես չեմ ուզում, որ 7 տարի հետո հետ նայենք այս օրերին ու մենք մեզ զղջանք։ Մենք զղջանք, խղճի խայթը զգանք, որ այսօր մենք լուռ էինք, երբ որ Նիկոլ Փաշինյանի Սազանդարները ազգային ժողովի ամբիոնից բանը տրիլեր են ներկայացնում ֆիլմի բան, ահա այսպիսի բաներ պիտի լիներ։ Հենա, ձերբակալված է, ձեր մեկուսարաններում էլ պահվում է, Նաիրի Հունանյան, գնացեք, բացահայտեք հոկտեմբերի 27-ը։ Ստից ձևեր մի թափեք, թե դուք բան եք բացահայտել։ Դուք ձերբակալված այսքան տարի այնտեղ բանդում պահվողից չեք կարում ճշմարտությունն իմանաք, հրապարակեք։ Դուք գաղտնի ինչ-որ ընթացող օպերացիաներ կարաք կանխարգելեք, այլ ողորմելիներ։ Ահա թե ինչու ես ձեզ չեմ վստահում։ Նու թերևս այսքանը հարգելիներս, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, միշտ նոր հանդիպում, ցտեսություն։